Գոյամարտ սերիալում զարգացումները նորից մտնում են ամենալարված ու ամենաինտրիգային փուլ նկարահանումները շարունակվում են ամբողջ թափով, իսկ հեռուստադիտողներին շուտով սպասվում են տեսարաններ, որոնք ամբողջությամբ կփոխեն մի քանի կերպարների ճակատագիրը։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ խորանում է մարդկային երկերեսանիության, ստի և ճշմարտության բախման մեջ, ներկայացնելով մի պատմություն, որտեղ ամեն գաղտնիք ունի իր բացահայտումը։ Ավոյի կերպարն աստիճանաբար բացվում է իր ամբողջ հակասական էությամբ, նա ապրում է երկակի կյանքով, և այդ երկակիությունն օր-օրի դառնում է ավելի վտանգավոր։ Մի կողմում նրա պաշտոնական ընտանիքն է, Էռնան հունանի քույրը, ում հետ ամուսնացած է տարիներ շարունակ։ Նրանք երեխա չունեն, և Էռնան այդ բացը փորձում է լրացնել սիրով, հոգատարությամբ ու նոր հույսով։ Նրա ցանկությունը երեխա որդեգրելը գալիս է մաքուր ու ազնիվ մտքից, ընտանիքը ամբողջացնելու, մայրանալու կարիքից, սակայն նա նույնիսկ չի կասկածում, որ իր ամուսնու կյանքում կա մի ամբողջ այլ իրականություն։ Մյուս կողմում Ավոն ապրում է լրիվ այլ կյանքով, մեկ այլ կնոջ հետ, ում հետ մեծացնում է իրենց դստերը։ Այդ ընտանիքը գոյություն ունի ստվերում, գաղտնի, բայց իրական ու կենդանի։ Այստեղ Ավոն ոչ թե ազդեցիկ, հաշվարկող մարդ է, այլ հայր, որը պատասխանատվություն ունի իր երեխայի հանդեպ։ Այդ երկակի կյանքը նրան դնում է անդունդի եզրին, քանի որ որքան երկար է գաղտնիքը պահվում, այնքան ծանր է լինելու դրա բացահայտումը։ Էռնայի հեռախոսազանգը դառնում է ճակատագրական պահ։ Նա զանգահարում է, հավանաբար հերթական անգամ խոսելու ընտանիքի որդեգրման կամ պարզապես կարոտի մասին, բայց հեռախոսազանգին պատասխանում է Սյուզին։ Այդ մի քանի վայրկյանանոց զրույցը լարվածության գագաթնակետն է դառնալու։ Երկու կանայք, ովքեր չգիտեն միմյանց գոյության մասին, կանգնում են անտեսանելի ճշմարտության սահմանագծին։ Ձայնի տոնը, բառերի ընտրությունը, լռության պահերը սկսում են կասկածի սերմեր ցանել։ Արդյոք Էռնան զգում է, որ ինչ-որ բան սխալ է։ Արդյոք Սյուզին կասկածում է, որ խոսում է ոչ թե պատահական կնոջ, այլ Ավոյի օրինական կնոջ հետ։ Այդ զանգը կարող է դառնալ սկիզբ մի շղթայի, որը կբերի անխուսափելի բացահայտումների։ Իսկ ամենացավալին այն է, որ այդ ամենի կենտրոնում կանգնած է մի երեխա, որը ոչ մի մեղք չունի մեծերի սխալների համար։ Այս գիծը գոյամարտում ոչ միայն ընտանեկան դավաճանության պատմություն է, այլ նաև հոգեբանական դրամամայրության, խաբված հավատարմության ու ընտրության մասին։ Դիանա Գրիգորյանը շատ նուրբ է մոտենում կանանց կերպարներին, ցույց տալով նրանց խոցելիությունն ու ուժը միաժամանակ։ Էռնայի մաքրությունն ու Սյուզիի լռակյաց գոյությունը հակադրվում են Ավոյի հաշվարկված խաղին, որը շուտով կարող է փլուզվել հենց իր վրա։ Սերիալը քայլ առ քայլ մոտենում է այն պահին, երբ ստերն այլևս չեն կարող թաքնվել, ամենահետաքրքիր տեսարանները դեռ առջևում են, իսկ հեռուստադիտողը մնում է լարված սպասման մեջ, իմանալու արդյոք երկու կանայք կբացահայտեն ճշմարտությունը և ինչ գին է վճարելու Ավոն իր երկակի կյանքի համար։ Իրադարձությունները գոյամարտում ավելի են սրվում, և Ավոյի երկակի կյանքը կամաց-կամաց սկսում է ճաքեր տալ։ Այնինչ տարիներ շարունակ հաջողվել էր պահել ստվերում, հիմա վտանգավոր կերպով մոտենում է բացահայտման եզրին։ Մի հեռախոսազանգ, մի կասկածոտ հայացք, մի սխալ բառը բավական են, որ կառուցված ամբողջ սուտը փլվի։ Էռնան այդ զանգից հետո այլևս նույնը չէ, թեև նա դեռ չունի հստակ պատասխաններ, ներսում ինչ-որ անհանգստություն է ծնվելու։ Կնոջ ներքին զգացողությունը սկսելու է աշխատել, նրան հանգիստ չի տալիս այն ձայնը, այն կարճ խոսակցությունը, այն անհասկանալի սառնությունը։ Սյուզին նույնպես լարված է լինում։ Նա առաջին անգամ հավանաբար զգալու է, որ Ավոյի կյանքում կարող է լինել մեկը, ում գոյության մասին ինքը չի իմացել։ Ավոն իր հերթին սկսում է զգալ, որ օղակը սեղմվում է։ Նա փորձում է վերահսկել իրավիճակը, բայց որքան շատ փորձի, այնքան ավելի կխորանա սեփական թակարդի մեջ։ Նրա քայլերը դառնալու են կտրուկ, երբեմն անզգույշ։ Ավոն վստահ է, որ դեռ կարող է կառավարել իր կյանքը, բայց սերիալը հստակ ցույց է տալիս՝ ոչ մի սուտ հավերժ չէ։ Էռնայի որդեգրման ցանկությունն այս փուլում դառնում է առանձնահատուկ դրամատիկ։ Նա երազում է մայրանալու մասին, խոսում ապագա ընտանիքի ամբողջացման մասին, այն ժամանակ, երբ Ավոն արդեն ունի երեխա, որի գոյությունը թաքցնում է հենց նրանից։ Այս հակադրությունն ամենածանր հարվածներից մեկն է սերիալի էմոցիոնալ գծում։ Հեռուստադիտողն ակամա մտածում է՝ ինչպիսին կլինի Էռնայի արձագանքը, երբ ճշմարտությունը բացահայտվի, և արդյոք նա կկարողանա ներել այդ դավաճանությունը։
Զուգահեռաբար սերիալում մյուս գծերն էլ են շարունակում խտանալ, եղբայրների միջև սպասվող մենամարտն ավելի է մոտենում, իսկ պապիկի որոնումները Մարկի հետ կապված նոր շերտեր են բացում։ Ամեն ինչ շարժվում է դեպի մի պահ, երբ բոլոր գաղտնիքները միաժամանակ կարող են դուրս գալ լույսի տակ։ Գոյամարտն այս փուլում դառնում է ոչ միայն պայքարի, այլ նաև ճշմարտության սերիալ, այն ստիպում է մտածել, որքան երկար կարելի է ապրել ստի մեջ և ինչ գին են վճարում անմեղ մարդիկ մեկ մարդու երկակի ընտրության համար։ Ամեն հաջորդ սերիան խոստանում է նոր բացահայտումներ, հուզիչ բախումներ և պահեր, որոնք երկար կմնան հեռուստադիտողի հիշողության մեջ։